առաջին ալիք պատրաստվի Սիվիլնեթը։ Քրիստինե Դուրոսյան, Հանրային հեռուստաընկերություն, Տիկին նախարար, դուք հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման ինստիտուտի համակարգողը, ուզում մեկնաբանեք, ինչպես կմեկնաբանեք երեք հայտնի դարձավ, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն է, ով մի քանի երկրի քաղաքացիություն ունի, ինչպես կմեկնաբանեք սա, ու երկրորդ հարցը, դեռ նշեցիք, որ 24 թվականին շուրջ 80%, 25 թվականին շուրջ 80%-ով, 25-ի նորմալ թմրանյութերի շրջանառությունից դուրս բերվել, 80%-ով ավելի, այս մասով սակայն հանրային նկատում փոքր այլ է, նրանց շրջանառությունը ավելի շատ է, ինչու է սա պայմանավորված ըստ ու նաև հարցի երկրորդ մասը, քաղաքում շրջելիս կարող են տարբեր հասանելի հատվածներում տեսնել տելեգրամյան ինչ-որ ալիքների անվանումներ, որոնց միջոցով կարող են օրինակ հենց անչափահասը թմրանյութ ձեռքբերի, այս մասով ինչ է արվում լուսման համար շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թորոսյան հարցերի համար։ Տեսեք, որպես Հանրապետությունում քաղաքացիության ոլորտի լիազոր մարմնի ղեկավար, ինձ համար շատ կարևոր է քաղաքացիության ինստիտուտը գաղափարախոսության մեջ։ Եվ ես կարծում եմ, որ տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում գոնե թե ես չեմ պատկերացնում։ Եվ երբ որ մենք վերլուծում ենք քաղաքացիության ինստիտուտը, ես գոնե թե կառավարության նիստում, թե մեր ներկառավարական քննարկումներում անընդհատ արձանագրում եմ, որ մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է։ Եվ մենք պրակտիկայում տեսնում ենք հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունք։ Ես բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, մենք շարունակելու ենք պահպանել երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների եւ վարչապետի պաշտոնի դեպքում ես ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը վարչապետի թեկնածու եւ որի շահերի կենտրոնը կլինի միայն Հայաստանի Հանրապետությունը։ Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Մի քանի երկրների քաղաքացի լինելով պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունը արհեստական երևույթ չի, դա զուտ անձնագիր չի, դա զուտ թուղթ չի։ Քաղաքացիություն ստանձնելով դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը եւ լինելով մի քանի երկրի քաղաքացի, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերի ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին։ Տվյալ դեպքում ձեր մատնանշած թեկնածուն։ Հայաստանի Հանրապետության դեպքում վարչապետ պիտի լինի միայն այն անձը եւ նաեւ վարչապետի թեկնածու, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ ես խոսում։ Իսկ ինչ վերաբերում է տարբեր իրավական մեկնաբանություններին տվյալ հարցի մասով եւ այլն, ես ուղղակի մտածում որ փաստորեն հնարավոր է ստեղծագործ նմանատիպ շարավղով միտք ունենալ նաեւ իրավաբանությունում, բայց կհորդորեմ բոլորիս, որ իրատեսականության զգացողություն չկորցնենք։ Թմրաշրջանառության մասով ես նշեմ, որ հիմնականում մենք նկատում ենք, որ դեպքերի հետ կապված համացանցի միջոցով թմրամիջոցի անօրինական շրջանառության 460 դեպք ենք ունեցել, անցած տարի այս թիվը եղել է 321 ու այո, այս վերջերս համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերը մի փոքր ավելի մեզ անհանգստացնում են, որովհետև շարունակվում է նմանատիպ միջոցառումների իրականացումը, բայց մենք տարվա կտրվածքով բազմաթիվ տելեգրամյան ալիքներ ենք նաև ձեռնամուխ եղել եւ փակել։ Սրա արդյունքում 25 տելեգրամյան հարթակ ըստ էության 26 ինձ պարոն Սարգսյանը հուշում է, որ 26 տելեգրամյան ալիք ըստ էության մենք կարողացել ենք արգելափակել, բայց այստեղ նաև խնդիր ունենք նմանատիպ միջազգային պլատֆորմների հետ համագործակցություն
համագործակցության, որովհետև մեր խնդիրը ո՞րն է։ Մեր խնդիրը այն չի, որ փոքր չափականակի տարածմամբ զբաղվող անձանց որսանք, հա, ճակերտավոր այսպես ասեմ, եւ վարույթներով անցկացնենք։ Մեր խնդիրը հիմնական կազմակերպիչներին, ներմուծողներին, արտադրողներին իդենտիֆիկացնելն է եւ ավելի մեծ աշխատանք տանելն է այդ առումով։ Դրա համար ինչ ենք մենք կարևորում ներմուծման եւ արտադրության շղթան, որովհետեւ ոչ թե մենք պայմանականորեն 1000 դեպք ենք հետո փոքրականակ վարույթ անում, ուսումնասիրում, հասկանում ով օգտագործեց, ով իրացրեց եւ այլն, այլ մեծ խմբականակով մի քանի կիլոգրամանոց փաթեթներն ենք հիմնականում արգրավում եւ թույլ չենք տալիս հետագա մանր խմբականակների տարածումը։ Այս գաղափարաբանական փոփոխությունն է, որ մեզ թույլ է տալիս ավելի մեծ ջանք ներդնել ավելի բարդ խնդրի վրա, բայց դրանով լուծել շատ խնդիրներ, քան հետո ուղղակի գեներացնել ավելի շատ խնդիրներ եւ ամբողջ քրեական ոստիկանության ռեսուրսը ջլատել ու ուղղել տարբեր մանր դեպքերի բացահայտմանը, ելի կորցնելով հիմնական դերակատարներին։ Մեր անցած տարվա քաղաքականություն եւ արդյունքները դրա մասին են վկայում վստահաբար, ընդ որում ողջ իրավապահ համակարգին եւ ես նաեւ պիտի ասածս ուղղորդեմ եւ վերագրեմ, որովհետեւ թե պետական եկամուտների կոմիտեի դեպքում, թե ազգային անվտանգության ծառայության դեպքում, թե մեր դեպքում քաղաքականությունը իրացրել ենք համատեղ եւ բոլորս նույն վեկտորով ենք հարցին նայել, ըստ այդմ ունենք նմանատիպ դրական արդյունք, բայց պիտի շարունակենք այս նույն ռազմավարական մոտեցումը շարունակել եւ ավելի կենտրոնանալ համացանցի միջոցով կատարված դեպքերի վրա եւ դրանց ավելի մեծ բացահայտման վրա։ Շնորհակալություն, Սիվիլնետ, պատրաստվի ֆակտորը։